Ողջույն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Եղինյանն եմ, այսօր 2026 թվականի մայիսի 22-ն է, այսօր ես լրատվամիջոցներից տեղեկացա, որ այսօր վաղ առավոտյան ազգային անվտանգության ծառայության դիմակավորված ծառայությունները մուտք են գործել հայրենիքի դավաճանության եւ լրտեսության մեջ մեղադրվող Անդրանիկ Թևանյանին ինչ-որ տարածք, որտեղ գտնվում է այդ Անդրանիկ Թևանյանը, եւ վնասազերծել են Անդրանիկ Թևանյանին։ Բնականաբար ես ողջունում եմ ազգային անվտանգության ծառայության գործողությունները, հայրենիքի դավաճանությունը, ընդհանրապես լրտեսությունը, հայրենիքի նկատմամբ կատարված հանցագործությունը գտնում եմ, որ պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ, ընդհանուր պետք է պատժվի միայն ցմահ ազատազրկմամբ, այլ ոչ թե որոշակի ժամկետով ազատազրկմամբ։ Հայրենիքի դավաճանությունը դա չարիք է, որը ամբողջությամբ պետք է արմատախիլ անել մարդկանց գիտակցության մեջից։ Նաև ես կցանկանայի, որ ազգային անվտանգության ծառայությունը այդպես դիմակներով ներխուժեր նաև օրենքով գողերին պատկանող տարածք եւ վնասազերծեր եւ բերման ենթարկեր նաև օրենքով գողերին։ Ասեմ, որ երեք Վանաձոր քրեակատարողական հիմնարկում գտնվող իմ իրազեկիչներից մեկը զանգահարեցին եւ ինձ տեղեկատվություն տրամադրեց այն մասին, որ Վանաձոր քրեակատարողական հիմնարկում կան արտոնյալ կարգավիճակում գտնվող զոնայողներ, ուստի ազգային անվտանգության ծառայությանը հորդորում են, որպեսզի խուզարկություններ կատարվեն Վանաձոր քրեակատարողական հիմնարկում եւ վնասազերծվեն զոնայողները։ Նաեւ ցանկանում եմ նշել, որ հայրենիքի դավաճանությունը դա բավականին քստմնելի արարք է եւ այդ արարքը պետք է արժանանա հասարակության պարսավանքին։ Նորից եմ կրկնում, ես ողջունում եմ ազգային անվտանգության ծառայության այն գործողությունները, որոնք որ բխում են հենց մեր պետության անվտանգությունից եւ ազգային անվտանգության ծառայությանը վերստին կոչ եմ անում դիմակներով ներխուժել օրենքով գողերին պատկանող տարածքներ եւ վնասազերծել եւ բերման ենթարկել օրենքով գողերին։ Ես կցանկանայի, որ Հայաստանի Հանրապետության բանտերը լինեին Էլ Սալվադոր պետության սեքոտ բանտերի նման, այդպես խիստ բանտ, որպեսզի օրենքով գողերը, գողականները չկարողանային թպրտալ պետության մեջ, մինչդեռ ներկայիս պայմաններում Հայաստանի Հանրապետությունում օրենքով գողերը թպրտում են պետության մեջ։ Այսինքն, եթե Հայաստանի Հանրապետությունը լիներ Էլ Սալվադորի նման պետություն եւ եթե Հայաստանի Հանրապետության բանտերը լինեին Էլ Սալվադոր պետության սեքոտ կոչվող բանտի նման խիստ պայմաններ ունեցող բանտ, ապա նման սուտի գողականները, զոննայողները, օրենքով գողերը չէին կարող թպրտալ Հայաստանի Հանրապետության մեջ։ Այսքան ակնկալում եմ, որ ազգային անվտանգության ծառայությունը ականջալուր կլինի իմ այս տեսանյութում արծարծվող ողջամիտ դիտարկումներին եւ ակնկալում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհրահանգի ազգային անվտանգության ծառայությանը անհապաղ վնասազերծել օրենքով գողերին։ Այսքանը։ Շնորհակալություն ուշադրության համար։